տեխնոլոգիական առաջընթացի անվան տակ հիբրիդային այն լուրջ պատերազմը, որ աշխարհի բոլոր ժողովուրդների դեմ կռիվ է տրվում, ոմանք օգտվում են դրանից, ոմանք բնականաբար զոհն են դառնում այդ ամեն ինչի։ Հավատացում եմ ձեզ, բոլոր հասարակություններում հիմա բոլորն էլ ուզում են հորիզոնական դիրք ընդունել։ Ոչ ոք չի ուզում կռիվ տալ ինքնության խնդիրների, ինքնուրույնության պահպանման։ Այսինքն մարդկանց, եթե դու ասում ես, քեզ անեստեզիայի եմ ենթարկել, դու պիտի մտածես քո առօրյայի մասին, վաղվա մասին մի մտածիր, նպատակ մի ունեցիր, հա լավ կրթություն կստանաս, գնա աշխատանքդ ունեցիր, բայց մնացածին ինչ են ասում, աշխատիր, վաստակիր եւ ապրիր, հեռանկար մի ունեցիր։ Հիմա Հայաստանը կանգնած է հենց այդ խնդրի առջև եւ վաղուց է կանգնած։ Մեր հասարակության ընդվզող տեսակի դեմ կռիվը, սա ընդվզող տեսակի դեմ կռիվ է։ Սա ոչ թե ընդդիմության հարց է, չգիտեմ ում հարցն է։ Մեկի գլխարկը ընդդիմադիր մի քիչ կարմիր է, մյուսինը վարդագույն է։ Այդ հարցը չի։ Սա ընդհանրապես Հայաստանում ընդվզող տեսակի ատամները քաշելու եւ իրեն անուժ դարձնելու, կարողականությունը ամբողջությամբ վերցնելու կռիվ է, որին զոհ չպետք է գնալ։